Սպիտակ տան օվալաձև սենյակը կրկին մարդաշատ է, Ամերիկան վերադառնում է գրությամբ գլխարկն ու փաստաթղթերի տրցակը սեղանին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է մասնակի շաթդաունը դադարեցնելու և կառավարության աշխատանքը լիարժեք վերսկսելու օրինագծի ստորագրման մասին։ Միացյալ Նահանգների ներքին խնդիրները հաղթահարելուց հետո Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է գլոբալ հիմնահարցերին։ Այժմ Վաշինգտոնի թիվ 1 խնդիրն Իրանն է։ Ըստ ամերիկյան Axios պարբերականի Թեհրանը ցանկանում է փոխել ամերիկացիների հետ հանդիպման վայրը, առաջարկելով բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման։ Բացի այդ, Իրանը պահանջում է վերանայել բանակցությունների ձևաչափը։ Թեհրանը պնդում է, հանդիպումը պետք է լինի երկկողմ, միայն Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները տեղափոխելու Իրանի խնդրանքին։ Հանդիպումը տեղի կունենա Օմանում ուրբաթ օրը։ Իրանը բանակցում է, նրանք ցանկանում են ինչ-որ քայլ անել, տեսնենք, թե ինչ կանեն։ Որոշ ժամանակ առաջ նրանք հնարավորություն ունեին ինչ-որ բան փոխելու, բայց բան դուրս չեկավ։ Մենք կեսգիշերային մուրճ օպերացիան կազմակերպեցինք, չեմ կարծում, որ նրանք ցանկանում են, որ դա կրկնվի։ Մենք հիմա էլ բանակցում ենք նրանց հետ։ Հանդիպման մասին տեղեկությունից առաջ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների ռազմական ուժերը խոցել են իրանական Շահիդ 139 անօդաչուն։ Այն մոտեցել էր Արաբական ծովում գտնվող Աբրահամ Լինքոլն ավիագրին։ Իրանական դրոնը ոչնչացվել էր ամերիկյան F-35C կործանիչի հարվածից, ինքնապաշտպանության և ավիագրի անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով։ Իրանի պետական Թասնիմ գործակալությունը հաղորդել է, որ միջազգային ջրերում մեկ ԱԹՍ-ի հետ կապը կորել է, սակայն պատճառը դեռ անհայտ է։ Օվալաձև սենյակում լրագրողները հետաքրքրվում են ռուս-ուկրաինական հակամարտությունից, նշում, որ ըստ Թրամփի Պուտինը համաձայնել էր 1 շաբաթով դադարեցնել կրակը, մինչդեռ գիշերը մարտերը վերսկսվել են։ Դա կիրակի էր, կիրակիից կիրակի։ Նա պահել է 1 շաբաթ չկրակելու խոստումը։ Ես խոսել եմ նրա հետ, ուզում եմ, որ նա դադարեցնի պատերազմը։ Միացյալ Նահանգների նախագահի համար անակնկալ չէր Ուկրաինայում կրակի վերսկսման մասին լուրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ցավոք նա զարմացած չէ այդ լուրից։ Այս երկու երկրները տարիներ շարունակ շատ դաժան պատերազմի մեջ են։ Հակամարտություն, որը երբեք չէր սկսվի, եթե Թրամփը երկրի ղեկավար լիներ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը պատմական էր։ Ռուսաստան-Ուկրաինա Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպումը շարունակվում է նաև այսօր Աբու Դաբիում։ Բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը շարունակում է զինվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով ռուսական բանակը հունվարին ստացել է ավելի քան 10,000 միավոր զենք և մոտ 2 միլիոն զինամթերք։ Անդրեյ Բելոուսովը նշել է, որ այս տարի նախատեսում են մատակարարել նաև ավելի քան 310,000 միավոր տեխնիկա և մոտ 21 միլիոն զինամթերք։ Կարիբյան ավազանի երկրների ու նահանգների միջև լարվածության ֆոնին Վաշինգտոնում Թրամփը հանդիպել է Կոլումբիայի նախագահին։ Սպիտակ տան ղեկավարը գոհ է բարձրաստիճան հյուրի հետ շփումներից։ Նարկոկարտելների դեմ պայքարի շրջանակում Կոլումբիայի նախագահը Թրամփին է փոխանցել նարկոբարոնների անունների ցուցակը։ Թրամփը Սպիտակ տան բոլոր հյուրերի ուշադրության կենտրոնում է, բոլորը ժպտում են նրան, բացի մեկից։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին թիրախավորել է CNN-ի լրագրողին։ Դուք ամենավատ լրագրողն եք, CNN-ը վարկանիշ չունի ձեր նմանների պատճառով։ Երիտասարդ կին եք, բայց կասեմ, որ երբեք չեմ տեսել, որ ժպտաք։ Ձեզ արդեն 10 տարի ճանաչում եմ, բայց ձեր դեմքին երբևէ ժպիտ չեմ տեսել։ Հրապարակավ վիրավորանքները շարունակվել են։ Թրամփն ասել է, որ CNN-ի լրագրողը չի ժպտում, որովհետև ստում է, ինչի համար ամենաանազնիվ հեռուստաընկերությունը պետք է ամաչի նրանից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։